Բարև ձեզ, իմ սիրելի հետևորդներ եւ ալիքի հյուրեր։ Ժողովուրդ ջան, այսօր նոյեմբերի 20-ն է։ Շնորհում եմ բոլոր նրանց, ում ծնունդը նոյեմբեր ամսին է։ Ժողովուրդ ջան, այսօրվա թեման պետք է լինի տոնազարի լույսերի մասին։ Ես խոստացել էի, որ տեսանյութ կնկարահանեմ, հիմա այսօր ուզում եմ տեսանյութը նկարահանեմ։ Որպեսզի այս տեսանյութի մասին մի փոքր դուք գաղափար ունենաք, հասկանաք ինչի մասին եմ խոսում, որտեղից եմ գալիս։ Ես 3 տեսանյութ կա, որ հեղումները կդնեմ այս տեսանյութի տակ, որ դուք դրանք դիտեք, իմանաք թե ինչի մասին եմ խոսում։ Հիմա կոնկրետ ցույց եմ տալի այն պլատան, որի մասին ես մի տեսանյութում խոսացել եմ, այս է տեսանյութի պլատան, որը որ ամբողջությամբ այրված վիճակում, փչացած վիճակում հասել էր ինձ, վերականգնել հետո ես մոմել եմ, ֆիքսել եմ, որովհետև այս տրասիրովկեն այրված է, լայրով միացրել եմ, ադնաժիլնի պրովոդներով, որովհետև հետագայում ֆիքսված լինի, չմիանան իր կարոտքի չլինի, որովհետև այս պլատայի մեջ մտնում է 220 վոլտ լարում, դրա համար ես սովորական մոմով ֆիքսել եմ այս տիրույթը։ Ժողովուրդ ջան, դիոդների մասին տեսանյութը դուք կնայեք տեսնեք, դիոդները սովորական հիմնական էլեմենտներ էլեկտրոնների մեջ օգտագործվող, որոնք ունեն անոդ կաթոդ, նրանք բանալի են հանդիսանում, երբ որ մենք անոդին տալիս ենք պլյուս լարում, կաթոդին տալիս ենք մինուս լարում, այդ դեպքում ինքը բաց է դիոդը, հակառակ դեպքում, երբ որ մենք տալիս ենք անոդին բացասական, իսկ կաթոդին դրական, փակ է, ոնց որ ջրի ծորակը, բացում է ջուրը հոսում է, փակում է ջուրը փակ է։ Այս պլատայի սխեման ես գծել եմ ձեր համար, խնդրեմ այստեղ է։ Դիոդն եմ ոստի հավաքած, այս 3 դիոդները սա այրված են, փոխել եմ ես, հիմա ցույց կտամ որոնք են այրվածները, վիպրամիթիլա, դրանց հետո միացած են լուսային դիոդները, գալիս է միկրոսխեման QD0056C, որ օգտագործում ես պլատայի վրա, այս այ խնդրեմ, շատ դետալներ չօգտագործում, 2 դիմադրություն կա հիմնականում, 200 կիլոոհմ եւ 207 մեգա օմանոց եւ միկրոսխեմայի մուտքին այս երկու համարի ոտքը միացված է մինուսին, իսկ երբ որ մենք 9-րդ ոտքին այս կնոպկայի միջոցով պլատայի վրա ցույց եմ տալի, այս կնոպկայի միջոցով խնդրեմ մենք տալիս ենք բացասական լարում, այդ դեպքում դիրիստերների վրա հրաման է գնում, դիրիստերները փոխում են ռեժիմները, բացում են դիրիստերները եւ համապատասխան ձևով լուսարվում են լուսային դիոդները, մանրամասները չեմ ուզում ասեմ, այստեղ սխեմայի վրա մի քիչ երկար կպահեմ, մանրամասին նկարած եւ գրված է ինչ դետալներ են օգտագործում։ Եթե այս դետալները ջարել, ինձ թվում է շատ կարելի է ջարել, ամեն ինչ կա ինտերնետում, այս օրինակ սովորական դիրիստերներ արժե 27 կրոն չեխական, որը որ $1 մի քիչ ավել է, կուսով որ հաշվենք։ Նույնիսկ կարելի է նոր պլատաներ սարքել, եթե ամբողջությամբ պլատան այրված է։ Սա դնում եմ կողքի։ Այս դիոդները չացած հիմա այս ցույց եմ տալիս, տեստերով ստուգում եմ, դնում եմ դիմադրության ռեժիմի վրա, ձայնային ռեժիմի վրա եմ դնում եւ վերցնում եմ պատական մի դիոդ, որը որ պլատայի վրա այրված է, հիմա այս ցույց կտամ ինչ վիճակում է նա։ Ձայնային ռեժիմ եմ դրել, որպեսզի դուք ձայնը լսեք։ Հիմա փոխում եմ անոդ կաթոդի տեղերը, նորից ինքը դիմադրություն տեսեք, փչացած է։ Հիմա ես վերցնում եմ սովորական աշխատող դիոդ, այս կողք աշխատողներն են, նա պետք է ցույց տա մի դիմադրություն, ներքին դիմադրությունը։ Տեստերը փոխեմ, որ դուք տեսնեք տեստերի վրա, պետք է ցույց տա օմական դիմադրություն, ներքին դիմադրություն։ Իսկ հակառակ, երբ որ փոխում անոդ կաթոդը, ոչինչ չի ցույց տա, այսինքն փակ է, նա հոսանք չի հաղորդում, խնդրեմ։ Աշխատողները եւ չաշխատողները։ Եթե դուք կուզենաք նման դոնատարի լույսեր սարքեք, անպայման ժողովուրդ ջան պահպանեք անվտանգության կանոնները։ Երբեք չաշխատեք նման պլատայի հետ, երբ որ ցանցի միացած է, անպայման խրոցը հանում եք ցանցից, անպայման, որովհետև այս պլատայի վրա անմիջապես տեսնում եք 220 վոլտ, 220 վոլտ տարում, որը կյանքի համար վտանգավոր է։ Անջատած վիճակում անում եք,
Եվ որպեսզի դուք համոզված լինեք, որ 100%-ով դուք այլ եք ճիշտ, աշխատում են ամեն ինչը նոր կմիացնեք ցանցին կփորձարկեք, բայց տուփը հավաքելուց հետո։ Հիմա մենք տուփը կհավաքենք, նոր դրանց հետո կշարունակենք խոսել։ Վերցնում ենք սա ու մի քիչ լավ չեմ տեսնում, բայց սա է։ Դրեցինք, հետո հագցնում ենք կափարիչը, հիմա փակում ենք կափարիչը, վերջ։ Հավաքեցինք ժողովուրդ ջան, դրանից հետո ես, երբ որ նման իմ պրակտիկան ցուցադրել, որ նման պլատաներ հիմնականում շարքի ցույց են գալի դիոդները 1000-ից 1 տիլիստերներն են վարի գնում, իսկ փչանում ես երկար ժամանակ Չեխիայում ապրում ժողովուրդ ջան, հայերենս մի քիչ վատացել է, դրա համար ներողություն եմ խնդրում, եւ հազվադեպ լինում են, որ լուսային դիոդները փչանում են, իսկ լուսային դիոդները միացված են հաջորդաբար, եթե մեկը փչանում է, չեն լուսավորում մնացածները, որովհետեւ հեշտ գտնեք, ես օգտագործում եմ մի սարք, այլվածը հեշտ գտնելու համար, օգտագործում եմ մի սարք, մի գեներատոր, այս տեսանյութը դա կդնեմ հղում, սրա մասին դուք կտեսնեք ինչի մասին եմ խոսում։ Սարքել եմ մի գեներատոր, որ օգտագործում եմ սրա մեջ փոքր շարժիչ, միկրոալիքային ջերուցիչների եմ հանել եւ ինքը տալիս է 220 վոլտ, 11 լույս է տալիս։ Հիմա սրանով ես կփորձարկեմ, արդյոք ճիշտ են կարելի 100% պետք է աշխատի, երբ որ ամեն ինչ ճիշտ է, որովհետեւ հետագայում խուսափենք գայծ, բոց եւ այլ միացումներից, որտեղ 220 վոլտ է մտնում ըստ կարողկայի մեջ, նոր միացնենք ցանցին, տեսնենք ինչ ձևով աշխատում։ Հիմա միացնում եմ լարը խլոցը ու տեսնում եմ։ Պետք է որ այս մասում մենք արդեն տեսնենք լույսերը ինչպես են աշխատում։ Իվարկյան խնդրեմ։ Տեսեք։ Տեսեք ռեժիմը փոխում է։ Հիմա սեղմում ենք կնոպկան նորից։ Ռեժիմը նորից փոխեց։ Հիմա արդեն համոզվեցինք, որ 100% աշխատում է եւ միացնենք ցանցին ու տեսնենք, որ նորմալ աշխատելու է առանց կայ, առանց բոցի։ Նշանակում է, եթե դուք ձերբերեք սարքիկ նման գեներատորներ ունենաք տանը եւ սրանով դուք կարող օգտագործել որպես ֆանար, հիմնական ֆանար, վերջնի ֆանար, ձերի ֆանար, ոչ մի անգամ էլեմենտ չեք փոխում, երբ որ հոսանքները գնում են կամ ինչ-որ մեկ մառան օգտագործում եւ նման սարքել ժամանակ շատ օգտակար է։ Իմ տեսանյութում ես ասել եմ։ Հիմա միացնում եմ ցանցին։ Խնդրեմ, ժողովուրդ ջան։ Նորմալ աշխատեց։ Տուփը փակ է։ Վտանգ չկա, 220 վոլտը փակ է։ Եվ հիմա եթե ես այն միկրոսխեմայի 9-րդ մուտքին տալիս եմ այս կնոպկայով փոխում եմ, տալիս եմ մինուս լարում, ռեժիմը փոխում է։ Խնդրեմ։ Հաջորդ սեղմելուց փոխեց մեգալ ռեժիմի։ Նորմալ աշխատեց։ Ես չգիտեմ ինչքանով օգտակար եղավ այս տեսանյութը ժողովուրդ ջան, եթե դուք հավանեցիք, դրեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։ Մեկ անգամ նորից ցույց եմ տալիս սխեման, որպեսզի սխեմայից հասկացողները օգտվեն։ Խնդրեմ։ Գրված են ինչ դիստերներ են օգտագործվել, ինչ միկրոսխեմա է եւ ինչ դիոդներ են օգտագործված։ Եթե հավանեցիք տեսանյութին, դրեք լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube ալիքին։ Օգտվելով արդյոք շուտով լինելու է նոր տարի, ժողովուրդ ջան, ավանսով շնորհում եմ բոլորիդ գալիք նոր տարին, երեք միշտ առողջ, բարին ընդ ձեզ։ Ձեզ հետ է Բորիս Խանբեգյանը։ Ցտեսություն։